Ողջունում եմ բոլորիդ Վարշավայի օդանավակայանից, պատրաստվում եմ իմ այս տարվա վերջին սոլո ճամփորդությանը։ Մեկնելու եմ այստեղից Դանիա Կոպենհագեն։ Մի հետաքրքիր փաստ ասեմ Դանիայի մասին, որ համարվում է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը, միշտ top 3-ում է գտնվում, վերջին տվյալներով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Դանիան համարվում է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը ոչ թե այն պատճառով, որ ամեն ինչ այնտեղ կատարյալ է, այլ որ այնտեղ կա սոցիալական վստահություն, աշխատանքի եւ անձնական կյանքի հավասարություն, եւ երրորդը, որ կա այնտեղ կոռուպցիայի ցածր մակարդակ։ Սպասում եմ թռիչքին մոտ 4 ժամ կա, մի քիչ երևի կքնեմ եւ արդեն կգնանք չեքինի։ Եթե դուք էլ ինձ նման շատ հագուստ եք ձեզ հետ վերցնում ու տեղավորվում փոքր ուսապարկի մեջ, ձեզ մի լայֆհակ ասեմ։ Մանավանդ ձմռանը, երբ հագուստը շատ հաստ է, 3 բլուզ եմ հագել, կարևորը երբ որ ունեք կուրտկա, այս թևերի մեջ շորեր եմ մտցրել ու այստեղ չմետում իբր շոքա ձեռքս եմ բռնել եւ գրպաններն էլ կարող եք տեղավորել իրեր։ Հույսով եմ լայֆհակս կաշխատի։ Իմ չեքինը ժամը 3-ից է, եկա հոստել հարցնեմ, թե ինչ որտեղ կա, որ պայուսակս թողեմ, ուսապարկս ասացին, որ այո, զուգարանից օգտվելու հնարավորություն էլ կա, այնպես որ գնանք թողենք ուսապարկը և դուրս գանք։ Վերջ թողեցի ճամպրուկս, բայց այստեղ անվճար չէ, 3 ժամը 25 դանիական կրոն արժե, 6 ժամը 45, հիմա գնանք քաղաք, մի քիչ ման գանք, մինչև ժամը 3-ը, բայց հնարավոր է, որ շուտ ազատվի սենյակը, կվերադառնանք, մի քիչ կհանգստանանք ու գնանք վայելելու երեկոյան Կոպենհագենը։ Սենց որ քայլում եմ, չէ, ոչ մի սրճարան բաց չի, ոչ մի խանութ բաց չի, դե պարզավոր այսօր 24-ն է, Սուրբ Ծննդյան նախօրեն, բայց չնայած Լեհաստանում են խանութները փակ, չգիտեմ, եթե ոչ մի տեղ բաց չլինի, հետ կգնամ գնացքի կայարան այնտեղ, որովհետև ինչ որ տենց կրպակներ կային, որ բաց էին, այնտեղից գոնե ուտալիք կառնեմ մինչև վաղը, բայց վաղն էլ է հարցակային տակ բաց կլինի, թե բաց չի լինի։ Ու այս տպավորությունն է, որ այստեղ քաղաքը քնած է, որովհետև զբոսաշրջիկներ եմ միայն տեսնում, մի քանի մեքենաներ կան, տաքսիներ հիմնականում, ու տեսեք։ Այստեղ բոլոր սրճարաններ, ամեն ինչ փակ է։ Հիմա ես գտնվում եմ ինչ-որ եկեղեցում, չհասցրեցի էլ ճշտամ, որ եկեղեցին է, տեսա, որ տեղացիները հերթ են կանգնել, որպեսզի այստեղ մտնեն, եւ այսպիսի բուկլետ էլ նվիրեցին, մեջը ոնց որ երգ է գրված, երևի բոլորը սկսելու են երգեն։ Ես արդեն դուրս եկա, մինչև վերջ չմնացի, քանի որ այդքան ժամանակ չունեմ, բայց ասեմ, որ շատ հետաքրքիր է, ոնց որ տանեմենակ ֆիլմի մեջի Քևինը լինեի։ Մի կարևոր փաստ էլ նշեմ, քանի դեռ հիշում եմ։ Տեսեք, այստեղ մանկասայլակ հեծանիվները ուղղակի թողել են եւ մարդիկ մտել են եկեղեցի կամ ուրիշ տեղ են գնացել։ Իրենք չեն մտածում, որ ինչ որ մեկը կարող է գողանալ։ Ժամանակին Հայաստանում էլ էր տենց, որովհետեւ ժամանակին մենք տան դռները չենք էլ փակում, իսկ հարևանները կարողա չթակեին դուռը, մտնեին ներս։
Հիմա գտնվում եմ Կոպենհագենի սրտում, Սթրոգետ կամ Սթրոգետ փողոցում, որը մոտ 1 կիլոմետր երկարության փողոց է։ Այստեղ շատ զբոսաշրջիկներ են այցելում, քանի որ շուրջ բոլորը այս փողոցի աջուձախ կողմերը շատ հայտնի բրենդային խանութներն են։ Նույնիսկ իմ վիդեոկամերայի ֆիրման կա այստեղ, որից որ Լեհաստանում չկա ու ես մինչև առել եմ այս կամերան, երևի 2 տարի փնտրել եմ, այսինքն 2 տարի սպասել եմ, որ նոր Լեհաստանում հայտնվի, բայց բոլոր տեղերը փակ են, ուղղակի կարելի է այսպես դրսից նայել։ Գտնվում եմ Կոպենհագենի գլխավոր հրապարակում, տեսեք ինչ գեղեցիկ է շենքը զարդարված, այստեղ հրապարակն է, բայց կողքերը սառցադաշտ են դարձրել, հիմա մարդ չկա, մի աղջիկ էր միայն սահում, շատ կուզեի գա, ուղղակի քանի որ ամեն վայրկյանը թանկ է, դրա համար երևի թե չգամ։ Ես արդեն հոստելում check-in եմ եղել, ասեմ թե ինչ գնումներ եմ կատարել, այսօր այսպիսի աղցան եմ գնել հաց, կակաո եւ այսպիսի պլաստմասե գդալների հավաքածու, վճարել եմ մոտ 80 դանիական կրոն, 5000, մոտավորապես 5000 դրամ է, եթե չեմ սխալվում։ Հիմա մի քիչ տենց թեթև ինչ որ հաց ուտեմ, արդեն ու մի քիչ էլ հանգստանամ, որ գնանք դուրս, երեկոյան շատ գեղեցիկ է, որ լույսերներ միացնում են, ման գանք, անպայման չուրոս փորձենք։ Ընդհանրապես մեկ հարց ունեմ, ինչի դրսում մարդ չկա։ Ժամը 6:20 է, բայց շատ քիչ են մարդիկ, որ ասեմ շատ ահավոր ցուրտ է, չէ կարող է տենց -1-2 լինի։ Այստեղ մի քիչ մարդ կա, բայց իրա չթեքվենք, տեսնենք կարող ենք այսօր չուրոս ուտենք։ Եթե չէ գնանք հոսթել, որովհետև այնտեղ գարեջրի հյուրասիրություն կա, գնանք այնտեղ գոնե։ Բարի լույս, ես գրեթե պատրաստ եմ Մալմո գնալու, այստեղից մոտ 12 րոպե ոտքի ճանապարհով պետք է գնամ Ֆլիքսբասի կանգառ։ Հիմնականում ովքեր որ գալիս են մոտ մի քանի օրով Կոպենհագեն, անպայման գնում են այնտեղ։ Գնացքը ավելի արագ է գնում այստեղից Մալմո, բայց կրկնակի թանկ է, քան Ֆլիքսբասը։ Եթե ժամանակի խնդիր չունեք, այսինքն կես ժամը ոչ մի բան չի փոխում ձեր կյանքում, կարող եք գնալ Ֆլիքսբասով։ Ես վերջապես Մալմոյում եմ, թե ինչու վերջապես, որովհետև Դանիայի եւ Շվեդիայի սահմանին ստուգում են, ամբողջ ավտոբուսը ստուգեցին, սկզբից շունը ստուգեց, թե ամեն ինչ կարգին է արդյոք, հետո հերթով անձնագրերը ստուգեցին, թե ինչ նպատակով են գնում,
բայց 5 րոպե ընդհանրապես ուշտեղ հասանք, պետք է 11-ից 5 հասնենք, 11-ից 10-12 արդեն տեղում էինք։ Խոսքով շատ ժամանակ չեմ կորցրել։ Առաջին ինչ որ տեղ եմ ուզում գտնեմ, որպեսզի նախաճաշեմ։ Օրինակ երեք Կոպենհագենում շատ քիչ եմ տեսել ոստիկանական մեքենաներ, որ անցած տարի Ստոկհոլմում էի, Շվեդիայում, շատ էին ոստիկանական մեքենաները, այստեղ էլ նույնպես շատ են, արդեն մոտ 3 մեքենա տեսել եմ, մի 10 րոպեվա ընթացքում, բայց այդքանով հանդերձ Մալմոն ապահով քաղաք չի։ Ես գտա խանութ։ Եթե ինչ կգամ այս խանութ, եթե ոչ մի բան չգտնեմ, այս խանութների ցանցը Կոպենհագենում էլ կա։ 7-Eleven-ը ոնց որ կոչվում, 7-Eleven կգամ այստեղ, եթե չգտնեմ ոչ մի սրճարան։ Սա Մալմոյի կենտրոնական հրապարակն է, հին թաղամասը։ Ուզում եք տոնածառը ցույց տամ իրենց։ Գիտեք չէ, 3 մոտ 21 կիլոմետր քայլել եմ։ Չի թվում որ այսօր կանցնեմ այդ ցուցանիշը։ Ու մի հետաքրքիր փաստել ասեմ, Դանիայի ծորակի ջուրը խմելու է։ Իրենք շատ են այսպես հպարտանում, որ ունեն խմելու ջուր, բայց իրականում ինձ այդքան էլ դուր չի գալիս ջրի համը։ Լեհաստանում մեր քաղաքի ջուրը ավելի համեղ է ինձ համար, քան այստեղի ջուրը։ Սա Մալմոյի համալսարանի շենքն է։ Գնում եմ տեսնելու Մալմոյի ամենաբարձր երկնաքերը, որի շինարարությունը ավարտել են 2005 թվականին։ Այն ունի 54 հարկ եւ մինչեւ 2022 թվականը Եվրոպայի հյուսիսային Եվրոպայի ամենաբարձր երկնաքերն էր։ Այստեղ էլ շոքեբաղնիկներ են։ Այստեղ ուղղակի շատ անտանելի հոտ է գալիս, ինչքան հնարավոր է շուտ պետք է գնամ այստեղից։ Ներսում նաև սրճարան է։ Գտել եմ այն խմիչքը, որ 2024 թվականին գնել էի ու շատ էի փոշմանել, որ շատ չեմ գնել։
Այստեղի գեղեցիկ այգում եմ, որտեղ որ կա հին ջրաղաց, գնեցի 4 հատ այս խմիչքներից։ Ընդհանրապես 0.5% է ալկոհոլը, բայց շատ լավն է, որ ասեմ շատ ցուրտ է, չէ, բայց փոքրիկ գետ կա այստեղ, որը սառցակալել է։ Նոր գնացել եմ reception-ի աշխատողին, ասում եմ, որ խոհանոց չեմ կարողանում մտնեմ, չի բացում բանալին, ասում եմ, բայց վճարել եք խոհանոցի համար, պետքա հավելյալ վճարով է խոհանոցի համար, ասում եմ, չէ, շնորհակալ եմ, որ ուղղակի գնացել էի խոհանոց, որ բացիչ գտնեին, էլ բացիչ չկար, այսինքն դուրը չկարողացա սկզբից բացեմ, հետո ինչ-որ մեկ եկավ, իր հետ մտա, բայց ուղղակի գնացել էի դանակ վերցնեի, որ սա բացեի, թե չէ, խոհանոցից չեմ օգտվելու հաստատ։ Գրած է, որ ընդհանրապես այս օրերը ժամը 9-ին կարաոկե է լինելու, կարաոկեի երեկո է լինելու այստեղ։ Մեզ բաժանեցին այսպիսի թուղթ, ինչ-որ տարբեր երգերի վերնագրեր են գրված ու գրիչ չեն տվել, չգիտեմ դեռ ինչի համար է։ Հա, որ երգը որ իմանում ենք, ծիճկա ենք դնում կողքը։ Ու հաղթողը նա է, ով բոլոր երգերը իմանալու է, օրինակ մի շարքի բոլոր երգերը իմանալու է։ Ասма շազամ չօգտագործեք։